Իսրայելի որոշ պաշտոնյաներ, ինչպես նաև ԱՄՆ նախկին արտգործնախարար Մայք Պոմպեոն հայտարարել են, որ Մոսադի ներկայացուցիչները գտնվում են Իրանի փողոցներում։ Շուտով պարզ դարձավ, որ դրանք ընդամենը խոսքեր չեն։ Այս ամենի հետևանքով սպանվեցին թե խաղաղ բնակիչներ, թե ոստիկաններ, նաև ահաբեկչական խմբերի ներկայացուցիչներ, որոնց հատուկ մարզել, պատրաստել էին և ուղարկել Իրան, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Միայն հինգշաբթի գիշերը ավելի քան 53 մզկիթ է հրկիզվել Իրանում, հարյուրավոր խանութներ են հրդեհվել, թիրախավորվել են հանրային օբյեկտները, մետրոն, հիվանդանոցները, հրշեջ, շտապօգնության մեքենաները, ավտոբուսները։ Այն, ինչին ականատես եղանք հունվարի 9-ին, կարող ենք ասել, որ Իրանի դեմ ծավալված 12-օրյա պատերազմի 13-րդ օրն էր։ 12-օրյա պատերազմի ժամանակ Ամերիկան ու Իսրայելը չհասան իրենց նպատակին։ Իրանում անկայունություն, խռովություններ ստեղծելը նրանց պլանի հաջորդ քայլն էր։ Բայց հետո միլիոնավոր մարդիկ դուրս եկան փողոցներ, ասելով, որքան էլ որ մեր իշխանություններին ուղված բողոք ունենանք, ահաբեկչական գործողությունների մասնակիցը չենք դառնա։ Ինչու Իրանում ինտերնետային կապն ամբողջությամբ անջատվեց, դեսպանը բացատրեց, որպեսզի ահաբեկչական խմբավորումների կապն արտաքին աշխարհի հետ կտրվի։ Ահաբեկիչների մի մասը ձերբակալվել է։ Նրանք խոստովանություններ են արել, որոնք կհրապարակվեն։ Իրանը հայտարարել է. ցանկացած հարձակում, որ կկիրառվի երկրի դեմ, պարտադիր պատասխան կտրվի դեպի այն երկիրը, որի տարածքից իրականացվել է այդ հարձակումը։ Եթե այդպիսի արկածախնդրության դիմեն, ապա դա կունենա տարածաշրջանային համապատասխան հետևանքներ, քանի որ Իրանը Վենեսուելա չէ։ Շատերն էին սպասում, որ Իրանում անջատողական որոշ ուժեր ակտիվանան և Իրանը մասնատեն։ Սրան էր ուզում հասնել Իսրայելը։ Աստված մի արասցե, եթե Իսրայելը որևէ հաջողության հասնի, ապա կարող եմ վստահեցնել, որ Հայաստանը պարտվողների թվում է լինելու։ Դեսպանը նաև պատմեց մի իրողության մասին, որ օրեր շարունակ եղել է ու չի կանխվել։ Մի խումբ մարդկանց կանաչ լույս է տրվում, որպեսզի գան Իրանի դեսպանատան դիմաց հավաքվեն ու երեկոյան ժամը 6-ից մինչև 9 շատ անհարգալից վիրավորական արտահայտություններով հանդես գան։ Արդեն 6 օր մենք այդ իրողությանն ենք ականատես լինում։ Ի հեճուկս այն բանի, որ մենք շարունակաբար հնչեցնում ենք մեր բողոքը, այդ ամենը շարունակվում է։ Մենք ամենադժվար պահերին կանգնել ենք Հայաստանի ժողովրդի և կառավարության կողքին։ Այսօր մենք ենք ծանր իրավիճակում, և այն, ինչ այսօր տեղի է ունենում Իրանի դեսպանատան դիմաց, կմնա Իրանի ժողովրդի հիշողության մեջ։ Կարծում եմ ամեն ինչ շատ հստակ ասացի։ Դեսպանը տեղեկացրեց, որ Իրանի դեսպանատան դիմաց մի խումբ մարդկանց անհարգալից ու վիրավորական արտահայտություններով հանդես գալու մասին բազմիցս հաղորդվել է Հայաստանի պատկան մարմիններին։ Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոն։ Դեսպան Շիրղոլամիին հարց ուղղվեց նաև Թրամփի ուղի նախագծի վերաբերյալ։ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ մեր հայ գործընկերներին ասել ենք. մենք ձեզ վստահում ենք, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգներին չենք վստահում։ Մտահոգ ենք, որ Ամերիկան կարող է այս նախագիծն օգտագործել իր որոշակի անվտանգային քաղաքականության շրջանակում։ Այս մտահոգությունը փոխանցել ենք մեր հայ գործընկերներին, որոնք մեզ վստահեցրել են, որ Հայաստանը երբեք չի դառնա սպառնալիքի աղբյուր Իրանի համար։ Միակ ճանապարհն այն է, որ նախագծի մանրամասներն անընդհատ քննարկենք։ Հայաստանի և Իրանի հարաբերությունները պատմական ու քաղաքակրթական են։ Ոչ մի խնդիր չպետք է այս հարաբերությունների համար մարտահրավեր լինի։ Հուսով ենք, որ Իրանի մտահոգությունները կդիտարկվեն, նաև կփարատվեն։ Դեսպանը տեղեկություն չհաղորդեց անկարգություններին ու ահաբեկչական գործողություններին Իրանի ադրբեջանցիներն արդյոք մասնակցել են։ Ասաց, որ գործողությունների մասնակիցները նախապես մեկնել են արտասահման, մարզվել, պատրաստվել ու վերադարձել Իրան ծրագիրն իրականացնելու, իսկ նրանց ղեկավարները Մոսադում են։ Մասնակիցների մի մասին ձերբակալել են, բայց դեռ ուսումնասիրություններ են ընթանում պարզելու, թե գործողություններն ինչպիսի ծավալ ունեն։ Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների հեռանկարի մասին դեսպանն ասաց. պետք է գնանք այն ուղղությամբ, որ երկաթգծային Ջուլֆա, Նախիջևան, Երևան կապն իրականացվի, առևտրի ոլորտում համարտադրություն ու ազատ առևտրի գոտի ստեղծվի, էներգետիկ ոլորտում ավելի ծանրակշիռ համագործակցություն լինի։